Տիկին Վարդանյան, երեք ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ամբողջ նիստի ընթացքում այդքան չվրդովվեց, ինչքան այն հարցից, որը վերաբերվում էր կոռուպցիային։ Ինչու է Նիկոլ Փաշինյանին հունից հանում ընդդիմության կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությունները։ Դուք ճիշտ արձանագրում եք արել եւ սա առաջին անգամը չէ, երբ հարց է բարձրացվում կոռուպցիոն խնդիրների վերաբերյալ եւ Նիկոլ Փաշինյանը իրեն պահում է ոչ adekvat ես այլ բառ իհարկե չեմ կարող օգտագործել, այլ բառ չեմ գտնում եւ ամենանուրբ բնորոշումը կարող է լինել ոչ adekvat։ Եվ այստեղ իմ գնահատմամբ խնդիրը կայանում է նրանում, որ կոռուպցիան արմատախիլ անելու կոչերով եկած իշխանությունը այսօր ինքը ոտից գլուխ թաթախվել է կոռուպցիայի մեջ։ Դեպքերը բազմաթիվ են եւ դրա ամենավառ օրինակներից մեկը Անիֆն է, որի մասին իմ գործընկերները բազմաթիվ անգամներ հարցեր են բարձրացրել եւ բնականաբար այդ հարցերը մնացել են օդում, որովհետեւ այս ծրագրի շրջանակներում, Անիֆի շրջանակներում հսկայական գումարներ են այսպես փոշիացվել եւ եթե դա չլիներ յուրայինները եւ եթե իրենք շահագրգռվածություն չունենային այդ ուրեմն գումարների յուրացման մեջ, ապա վստահ եմ, որ արդեն կլինեին բազմաթիվ մեղադրյալներ եւ կլինեին բազմաթիվ պատասխանատուներ այդ հարցում։ Բայց քանի որ հենց իրենք են հանդիսանում հիմնական շահի կապ ունեմ իրավական համակարգի։ Գիտեք, այստեղ ամբողջ խնդիրը միայն իրավական համակարգը չէ, այստեղ նաև քաղաքական պատասխանատվության խնդիր է։ Գիտեք, այստեղ գալիս են ամբիոնից սկսում են գլուխ գովել, որ տեսեք ինչքան կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ է խոսքը, ինչքան կոռուպցիոն գործերի մասին են մամուլում, հրապարակվում, որ բացահայտվել են եւ այլն, ընդ որում մենք գիտենք դրա օրինակ Անիֆի համեմատությամբ այդ կոռուպցիոն գործերը ինչքան այսպես մանր գործեր են եւ գալիս են գլուխ են գովում եւ որ տեսեք այդպիսի կոռուպցիոն գործեր ենք բացահայտում, բայց ամբողջ խնդիրը հետեւյալումն է, որ ոչ թե պետք է գլուխ գովաս, որ կոռուպցիոն գործեր են բացահայտվել, այլ պետք է գլուխ գովաս նրա համար, որ կոռուպցիան է արմատախիլ արել։ Եվ հենց դա է իրականում Նիկոլ Փաշինյանին այսպես հունից հանում, որովհետև ինքը տեսնում է, որ իր իշխանությունը այսպես ամբողջությամբ թաթախված է կոռուպցիայի մեջ, իր իշխանությունը եւ ինքը նրանց հետ միասին, եւ դրա համար էլ այսպես անընդհատ հունից դուրս է գալիս։ Այստեղ խոսքը ոչ միայն Անիֆին է վերաբերում, ես պետք է փորձեմ ձեզ հիշեցնել COVID-ի հետ կապված բազմաթիվ չարաշահումները, այդպես էլ մենք չտեսանք պատասխանատուներ COVID-ի հետ կապված չարաշահումների գործով այսպիսի խոշոր գործերի պարագայում հանկարծ չլինեին յուրայինները, ես պատկերացնում եմ, թե ինչ հետևանքներ էր լինելու։ Ինքը հակադարձ ձեզ փաստարկն է ներկայացնում, ասում է, եթե կոռուպցիայի մասին է խոսքը, դուք ամբողջովին թաթախված եք, դուք պետք է հիմա պատվալներում բոլորդ լինեիք նստած, արդեն կռվի ժամանակ, երբ որ անձավարչապետ կանգնում է եւ ամբողջական ընդդիմության հետ կռվի է բռնվում, ասում է վեր ընկեք տեղներ, կներեք, պետք է մեջ բերեմ համբալներ է ասում։ Այս ամեն ինչը ինչի մասին է խոսում։ Ես կարող եմ երկու գնահատական տալ։ Առաջին գնահատականը այն է, որ կարծում եմ հոգեբուժները պետք է իրենց հերթին որոշակի եզրակացություններ գան, այսինքն սպասենք հոգեբուժների գնահատականին։ Երկրորդը, ինչ վերաբերում է արդեն քաղաքական գնահատականին, ապա ես տեսնում եմ, որ Փաշինյանը հասկանում է, Փաշինյանի մոտ անհանգստություն կա, եւ այդ անհանգստությունը նաեւ պայմանավորված է իրենց կողմից շաբաթը մեկ արվող սոցհարցումներով։ Մենք բոլորը շատ լավ գիտենք, որ իրենք շաբաթը մեկ տարբեր սոցհարցումներ են պատվիրում եւ այդ սոցհարցումները ամենևին իր սպասելիքները չեն բավարարում։ Եվ այս պարագայում, երբ հանրության ուշադրությունը իր ընկած վարկանիշի շրջանակներում նաեւ փորձում է գրավել իրենց կողմից կոռուպցիոն սխեմաների իրենց ներգրավվածությանը, ապա սա իր մոտ առաջացնում է բնականաբար հիստերիա եւ այս առումով քաղաքական առումով դա հասկանալի է, բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ որքան էլ ուրեմն այդ հիստերիան պայմանավորված լինի իր վարկանիշի անկումով, միևնույն ժամանակ ուրեմն ժողովրդին կրթող վարչապետը
պարզապես իրավունք չունի իրեն պահել այնպես, ինչպես երեք ինքը պահում էր պարլամենտում։ Ինձ օրինակ հետաքրքիր է վաղը, որ նորաձև կրթվելու շրջանակներում հանդիպի ստիպողաբար բերված քաղաքացիների հետ, ինչ է բացատրելու, որ համբալը դա հարգալից դիմելու տարբերակ է, թե որ ձեռքերով ժեստեր անելը, սպառնալիքի կամ չգիտեմ այլ ժեստեր անելը եւս կրթության բաղադրամաս են հանդիսանում։ Ինձ հայտակրքիր է առաջիկա։ Ասում եմ, որ կներեք, քաղաքացիները իրեն ասում են, երբ որ ինքը խոսում է մանկապարտեզներից, ճանապարհի վերանորոգումից, իրեն ասում են, թե ինչու դատված չէ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Քաղաքացիները նույնքան ինձ փողոցում հանդիպում են եւ հարցնում են, թե ինչու առայժմ հոգեբույժները եզրակացություն չեն տվել իր հոգեկան վիճակի մասին։ Այսինքն եկեք քաղաքացիների անունից չխոսենք, որովհետեւ նույն քաղաքացիները անհամբեր սպասում են, թե երբ են ազատվելու այսօրվա իշխանությունից։ Երեկվայից իրավիճակը նաև արտախորհրդարանական ուժերի մոտ նորից թեման իմպիչմենտի շրջանառվեց եւ ասաց նրանք պնդում են, որ իշխանությունը իր վարկով նույն է մնացել, ավելի է խորացնում եւ ընդդիմադիրները այլևս իմաստ չունի, որ գնան նման իրավիճակում այնտեղ մնան, այսինքն նույնիսկ ընդդիմադիրների հանդեպ արհամարական վերաբերմունքի, ոմանք նաեւ ասում են, որ ընդդիմադիրներին Փաշինյանը ստորացնում է, մեջբերում եմ էլի, այսինքն այս ամեն ինչով հանդերձ արդյոք իսկապես չպետք է իմպիչմենտի գործընթացը սկսել։ Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից ստորացնելուն, ապա Փաշինյանը հավասարապես ստորացնում է ամբողջ հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հետեւաբար այս առումով ես կարծում եմ յուրաքանչյուրը իր վրա պետք է զգա եւ տեսնի, թե Փաշինյանի քաղաքականությունը որքան ստորացուցիչ պայմաններում է, այսպես պայմանների է բերել իրենց։ Ինչ վերաբերում է իմպիչմենտին, ֆրակցիայի հայտարարությունը եղել է եւ ես կարծում եմ որևէ այլ բան ավելացնելու չկա, կլինեն մնացած ստորագրությունները, ֆրակցիայի բոլոր падգամավորները պատրաստ են ստորագրել այդ փաստաթղթի տակ։ Այստեղ որևէ խնդիր չկա եւ բոլորին քննադատությունները, որը հնչում է Հայաստան Դաշնքի հետ կապված, թե իրենք պահում են Նիկոլին, իրենք իրենց քայլերով չեն նպաստում ընդդիմադիր մյուս թևերի հետ կապված տեխնացու առաջադրելուն, այս ամեն ինչը դուք զուտ քննադատություն եք դիտարկում, թե իսկապես ինչպես հայտարարությունում էր ասված թիրախավորման նպատակ կա։ Ես իհարկե հասկանում եմ, որ եթե իրենք էլ այսպես սառը հայացքով նայեն, կտեսնեն process-ի խոցելիությունը եւ խոցելիությունը հասկանալով հետ մեկտեղ այսպիսի գործընթացը շարունակելը բնականաբար բազմաթիվ հարցեր է առաջացնում, բայց ես նորից պետք է կրկնեմ, ես շարունակում եմ մնալ ֆրակցիայի տարածած հայտարարության տեքստին հավատարիմ եւ առաջիկայում կլինի որևէ փաստաթուղթ, որով որ կսկսվի գործընթացը հենց այդ պահին էլ ֆրակցիայի բոլոր падգամավորները կմիանան այդ process-ին։